Բարի ուշ երեկո, սիրելի իմ հետևորդներ, Facebook-յան ընկերներ, ինչպես հայտարարեցի, այսօր պետք է կարճ ուղիղ եթեր լինի եւ մի քանի խոսքով ընդամենը պիտի այսօր հանդես գամ, կխնդրեմ տարածեք եւ սկսելու ենք ինչպես միշտ աղոթքով. «Զգորդը ձերած մերոց ուղիղարայ մեստեր եւ զգորդը ձերած մերոց հաջողյա մեզ, Փարքոր եւ որդվո եւ գույն սրբո, այժմ եւ միշտ եւ ավիտյանը սավիրանից ամեն»։ Այսօր ասեցի մի քիչ պետք է ռուսերեն եւ մի քիչ հայերեն պիտի խոսենք։ Այսօր իհարկե սիրելի ժողովուրդ, ես հիմնականում ուզում եմ անդրադառնալ այն հարցին, որ հայտնի դարձավ այն փաստը, որ Կտրիչ Ներսիսյանը որոշեց, որ ժողովը տեղի ունենա եւ ասեց իր ձևը ինչպես է լինելու։ Zoom-ով պիտի կապվի եւ այսպիսով փաստորեն եպիսկոպոսատ ժողովը նա անցկացնելու է այս ձևաչափով, որպեսզի եպիսկոպոսները բոլորը մասնակցեն, այդ թվում իր մանկապիղծ եղբայրը, եւ բոլորն էլ ուրեմն այդ ժողովում հարցեր են քննարկելու։ Բնականաբար հարցերից մեկը այն է, որ եպիսկոպոսների արդեն 9 հոգի են մնացել, հա, իրանք չեն հաշվում, որ Գևորգ Սրբազանը մնում է եպիսկոպոս, նրանք արդեն համարում են, որ ինքը կարգազուրկ եղած է, ուրեմն այդ թվից 9 հոգի են մնացել, եւ ուրեմն այսպիսով ասելու են, որ այդ 9 հոգուն էլ պիտի մենք պաշտոնան կանենք եւ կարգազրկենք։ Նախ ազատենք իրենց պարտականություններից, թեմակալ առաջնորդներին, մնացածը ինչ որ պաշտոն են վարում, եւ այսպիսով փակելու են այդ էջը իրենց պատկերացմամբ։ Ես ուզում եմ ուղղակի բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որտեղ շատերը խանդավառված, այսպես ասած, շատ ուրախացած են այն բանով, որ ձախողվեց եպիսկոպոսատ ժողովը, այնուամենայնիվ այն չձախողվեց, այլ կայանալու է ավելի ստոր ձևով։ Եվ բնականաբար, եթե Ավստրիա պիտի գնային եւ Ավստրիայում պետք է նույն ձևի բաները որոշումներն առնեին, բայց այն պետք է տեղի ունենար 3x3 պիտի բոլորը նստեին, այստեղ Zoom-ով է միանալու եւ այսպիսով Էջմիածնում ներկաները, ովքեր որ ներկա են, նրանք կգան երևի, ես տենց եմ կարծում, իսկ մնացած ովքեր որ դուրսն են կմիանան Zoom-ով եւ այսպիսով ուրեմն կլինի այդ ժողովը։ Սա իհարկե սիրելիներ շատ վատ բան է եւ ես կարծում եմ, որ վարկյան առաջ պետք է ուղղակի կանխել ընդհանրապես կասեցնել գործունեությունը Կտրիչ Ներսիսյանի։ Ես անշուշտ չեմ տիրապետում բոլոր գործընթացներին, այսպես ասած մանրամասներին, այդ գաղտնիքը միայն պարզ է իշխանություններին։ Անշուշտ սա պարզ չէ նույնիսկ եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին, ովքեր որ այսօր կազմում են այդ համակարգող խորհուրդը։ Բայց այնուամենայնիվ իմ տեսանկյունից, իմ այսպես ասած վերլուծությամբ, դիտելով այս երևույթը, ես տեսնում եմ, որ շատ երկար է, ձգձգվում է այս հարցի լուծումը եւ անհասկանալի է, թե ինչի համար մենք պետք է այդքան ժամանակ կորցնենք մի պարզ հարցի վրա։ Այս մարտը հանցանգործն է, այս մարտը ոչիրներ է գործել 26, արդեն 27-րդ տարին, ոչ լրիվ իհարկե, բայց արդեն 27-ի մեջ ենք։ Այս ամբողջ շրջանում բազմաթիվ են փաստերն ու վկայությունները եւ իր բոլոր գործերը չար, որ փաստորեն առերեսվել են մարդիկ։ Այն փաստը, որ իբրև թե ուզում են բերեն, իրականում դա այդպես չէ, որ ուզում են հասարակությունը պատրաստեն, որ Կտրիչ Ներսիսյանին պիտի կալանավորեն։ Հասարակությունը բաղուց այդ մտքի հետ հաշտվել է եւ ինքը պատրաստ է եւ նույնիսկ ինքը պահանջատեր է այս հարցի մեջ։ Մեր հասարակությունը վաղուց է գիտակցել, որ Կտրիչ Ներսիսյանը իր տեղում չէ, վաղուց ինքը հասկացել է, որ նա կաթողիկոս չէ, նա սրիկա է, խապեպա է եւ ինչ ասես ասում է իրեն, բար ժողովրդին գնացեք հարցեք, վերջին հայհոյանքներն են տալիս եւ ամեն ինչ էլ իր հասցեին ասում են։ Այսինքն դա էլ աբսուրդի ժանրից է, որ ասենք հասարակությանը պիտի պատրաստենք։ Ես ավելի շատ հակված եմ այն սցենարին, որ ուղղակի իշխանությունը այս գործը երկարաձգում է փաստորեն նախընտրական այդ քարոզարշավի կամպանիայի, ինչպես որ ուզում եք անվանեք, դրա հետ զուգահեռ տանելով։ Ես այդպես եմ դա դիտում։ Այլ կերպ սա կլուծվեր շատ կարճ ժամանակահատվածում։ Հիշենք, երբ Փաշինյանը հայտարարեց այս մասին, հա։ Այդ որորվանից որ սկսվեց եւ մենք բոլորս էլ հիշում ենք այն առաջին գրառումը, երբ որ կատարեց երկրի վարչապետը եւ ասեց, որ պետք է վեհարանը ազատի Կտրիչ Ներսիսյանը։ Այդ օրվանից հայտարարվեց այդ շարժումը, վեհարանը վեհի, այդ օրվանից հայտարարվեց այն փաստը, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ։
այդ ընթացքում բազմաթիվ էին մամլո ասուլիսների ժամանակ շոշափվում այս բոլոր հարցերը եւ երկրի վարչապետը սպառիչ պատասխանները տվել է այդ ընդդիմադիր սադրիչ լրագրողներին, ովքեր հատուկ միտումնավոր ուզում էին փաստորեն սադրիչ բաներին գնան եւ փորձեն կորձել ինչ որ մի այդպես մի բան, մի պատասխան երկրի վարչապետից, որի վրա պիտի նրանք կառուցեին ինչ որ մի, այսպես ասած, բան, հա, ինչ որ հորինեին մի թեմա եւ այդ թեման շրջանառության մեջ դնեն, որպեսզի ընդդիմությունը սնվի դրանից, օգուտ քաղի եւ այն, բայց դա տեղի չունեցավ, որտեղ շատ դիպուկ էին պատասխանները, շատ կոնկրետ եւ սպառիչ։ Եվ հետեւաբար, մենք շատ լավ նաեւ հիշում ենք, որ մի հերթական ասուլիսի ժամանակ երկրի վարչապետը նշեց ժամանակացույցը սեպտեմբեր, շատ լավ հիշում եք այդ բանը, ես կարծում եմ, որ երկրի վարչապետն է հիշում եւ մեր իշխանությունները բոլորը։ Սակայն այսօր մենք նույն տեղը կմնանք, նույն տեղը, այսինքն շարունակվում է այդ բանը։ Ճիշտ է, այն ժամանակ չկային մեջտեղ այս 10 հոգիներ, arczepiskoposներ ու եպիսկոպոսներ, նրանք չկային։ Նրանք որտեղից առաջ եկան։ Դրանք եկան այն պարզ գործընթացից որպես հետևանք, իրենց քայլը արեցին, երբ որ Արշակ Պլանկաշ այդ Սամվել Խաչատրյանը, երբ որ բռնվեց նարկոտիկի վրա, դա ներողություն, դա հետո էր, երբ որ նա ուրեմն բռնվեց այդ բռնկության վրա, երբ համացանցում տարածվեց տեսագերիզը, այնտեղ որ նա քերակնոջի հետ այլանդակություններով է զբաղված։ Այդ բանը եղավ, հիշում եք բոլորդ, որից հետո ստեղծվեց հանձնաժողով եպիսկոպոսներից եւ գլխավորեց այդ հանձնաժողովը Հռոմից հատուկ եկել հասել էր հայրապետական պատվիրակ Խաժակ arczepiskopos Պարսամյանը եւ այդ Պարսամյանը պաստորեն հանձն առավ, որ պիտի քննեն, պիտի զննեն, պիտի ամեն ինչ անեն, որ այս մարդուն կարգի հրավիրեն, դուրս հրավիրեն ավելի ճիշտ եկեղեցուց։ Բայց հետո ինչ եղավ։ Հետո տեսանք, որ Կտրիշ Ներսիսյանը պիտակ փակցրեց քննչական կոմիտեից բերած փաստորեն փաստին, որտեղ եպիսկոպոսները նույն այդ ժամանակներում շատ զգուշավոր էին։ Ես դա շատ լավ հիշում եմ, ես խոսել եմ իրենց հետ, չէ՞, ես արդեն դա գաղտնազերծված է։ Հիմա խնդիր չկա ասելու։ Եվ միշտ ասում եմ, բա ինչի՞ չեք անում, բա ասում ենք դեռ որ նշաններ, մեսեջներ չենք ստացել իշխանություններից։ Բայց գործընթացը սկսվեց։ Եվ նրանք հույս ունեն, որ այս եպիսկոպոսական հանձնախումբը, որը ստեղծվեց Կտրիշ Ներսիսյանի նախաձեռնությամբ, այս հարցը պիտի որպես բանանի, հա, օգտագործի այս հարցը իր լուծումը լինի եւ այլն եւ այլն։ Բայց հակառակ էֆեկտ ունեցավ։ Եպիսկոպոսները տեսան ակնհայտ փաստը, որ Կտրիշ Ներսիսյանը կոծկում է հանցանքը, ասել էր, որ այս բանը սուտ է, տեսագերիզը իրական չէ, կեղծ է։ Հետո բերեցին նաև չեզոք եվրոպական գործակալությունից, որտեղ քննություն էր անցել այդ տեսագերիզը, նորից բերեցին այդ փաստաթուղթը, հաստատում է նորից նույն պատմությունը, եւ նորից Կտրիշ Ներսիսյանն ասում է այնտեղ, որ դա կեղծիք է։ Գնել են եւ այլն, փող են տվել, չգիտեմ, ես են արել։ Շատ լավ հիշում ենք, որ փաստորեն դրանով այդ իսկ իր կողմից նախաձեռնությունը այդ հանձնաժողովը ստեղծելու ինքն ստեղծեց, ինքն մերձվեց։ Այդ հիշում եք, չէ՞, բանը խոսքը որ ասում է, я тебе породил, я тебя и убью։ Էս էր, այսինքն խեղկատակություն էր, խեղկատակություն։ Կտրիշ Ներսիսյանը գիտեր, որ ինչպես որ նախկինում ինքը միշտ նույն բաներն էր անում, այո, ինչ որ արել է, այդ ձևով է արել, այդ ծրագրով է արել։ Բայց այս անգամ չստացվեց իր մոտ։ Եվ այստեղ արդեն Երևան եկան, ներողություն, որ շշով եմ խմում, այս եպիսկոպոսները, որոնք հայտարարեցին այս մասին, որ սրբապղծությունը կոծկվում է, անօրենությունը կոծկվում է, հետո արդեն մենք տեսանք իրենց հայտարարությունները, որ արել էին, մինչև որ պաշտոնապես երկրի վարչապետի կացարանում, հա, որտեղ որ հավաքվել էին եպիսկոպոսները եւ վարչապետի նախագահությամբ կազմեցին վերջնական, ասենք, այդ համակարգող խորհուրդը եւ հայտարարություն տարածեցին, ստորագրեցին եւ այլն։ Բայց ուզում եմ ասել, որ երկար բարակ պատմություն էր այս ամեն ինչի։ Խո նոր չի սկսվել։ Եվ նորից դրանից հետո ես էլի ինֆորմացված էի, որ իբրև թե պետք է հանգուցալուծվի մինչև ամանորը, նույնիսկ խոսք գնաց, որ մինչև խաղալիքները ձմեր պապին այդպես կատակով ինձ ասեցին կբերի եւ այլն այս հարցը լուծված կլինի։ Հետո սպասեցինք, որ մինչև Հիսուս Քրիստոսի հրաշապար ծննդյան ավետիսը մենք էլ այդ բարի ավետիսը կունենանք։
Հետո սպասեցինք 5 նոր տարվա օրը այդ նույն սուրպրայզը ունենանք վերջը այսօր հասանք արդեն փետրվարի 4-ը ու ոչ մի բան դեռ չենք տեսնում ճիշտ է շատերը հիմա կարող են ասել որ տարբեր քրեական վարույթներ են նախաձեռնվում բայց չէ որ այս քրեական վարույթների համար դեռևս 2 տարի առաջ ես տվել էի դիմումներ եւ իբր թե պիտի նախաձեռնվեն, հետո որևէ բան չնախաձեռնվեց։ Այսօր նախաձեռնվում են, բայց շատ երկար է այդ բոլորը, այդ ժամանակը վնաս է հասնում մեզ, գիտեք ինչի, որտեղ վերջի վերջով սա անդրադառնում է այդ ինստիտուտի վրա եկեղեցու։ Ես սա ասել եմ, եւ սա ուզում եմ նորից ընդգծեմ։ Եկեղեցին սա այն հաստատությունն է, որը երբեք չպիտի ուրեմն որևէ նման գործընթացից ինչ որ բանի առաջ կանգնի, դժվարության առաջ։ Իսկ մենք տեսնում ենք, որ այսօր արդեն այս չափազանց երկար տևեց այս գործընթացը, ուրեմն հասցնում է բավական լուրջ հարված եկեղեցու հեղինակությանը։ Դե խայտարակությունն է կատարվում։ Մասսիացոտնյա թեմի մեջ խնդրեմ Ռուբենը ինչ որ փորձեր է անում գործել եւ դա շատ վատ է դե ֆակտո այնտեղ կա պարակտում եւ ով է պարակտողը Կտրիչ Ներսիսյանն է պարակտում եկեղեցին Կտրիչ Ներսիսյանին հրավիրում էին մեկ հարցով այն ժամանակ որ ինքը ձախողեց եպիսկոպոսական ժողովը իջմիածնում իր հարցը քննելու եւ իրեն ուղարկելու, ինչպես որ եպիսկոպոսները ձևակերպումներ էին տալիս, այն ժամանակ հանգստի կոչելու։ Իհարկե ես կտրականապես դեմ եմ այս նախադասությանը հանգստի կոչել։ Ինչպես կարող ենք մենք նա հանգստի կոչել մի մարդու, որը հանցանքներ է գործել, ոչիրներ է գործել, ամբողջ իր այդ անպարունագործունեությամբ ապացուցել է, որ նա սրիկա խաչագող մի անաստված մարդ է, որը հայաստանյաց եկեղեցու լուսավորչական աթոռը օգտագործել է իր նախ եւ առաջ անձնական շահերի համար հարստության դիզելու, իր նեղ շրջանակի եւ հարազատների բարեկամների բարոր կյանքը ապահովելու եւ վերջի շրջանում շատ ընդգծված ձևով քաղաքական ուրեմն այդ նախկին իշխանավորների, որոնք այսօր ընդդիմության կորիզն են կազմում, նրանց շահերը սպասարկելու եկեղեցու ուրեմն հեղինակության հաշվին։ Նա արել է այսքան բաներ արել է։ Ես չեմ խոսում արդեն լեզուս հոգնել է խոսել տոտալ թալանի մասին, որ այս մարդը այս տարիների ընթացքում դիզել է հսկայական հարստություն, բիզնեսներ է կայացրել։ Որտեղից այս մարդուն գումարներ, ինքը ով է, ինչ է եղել, ինչ ընտանիքից է դուրս եկել, ոչ մի ժառանգություն չի ստացել իր ծնողներից, հա, միլիոններ չի ժառանգել, շատ ներողություն, բայց այսօր այդ մարդը միլիոնատեր է, եթե ոչ մուլտիմիլիոնատեր։ Այսօր այդ մարդը հսկայական ունի սեփականություններ, լինեն դա բնակարաններ, առանձնատներ, բիզնեսներ, զանազան, սկսած բժշկական Իզմիրյան կենտրոնից, վերջացած իր խանութների ցանցով, երթուղայինների, չգիտեմ, հիմա գործում է թե ոչ, բայց ուներ, հա, այդ բանը, որ ցանցը գործում էր, եւ ահա որ շատ բաներ ունի ոչ մենակ Հայաստանում, նաեւ դրսում եւ Ռուսաստանում եւ ամենտեղ։ Ես չեմ խոսում արդեն կրիմինալ սխեմաներով, որ նա նմանապես փող է աշխատել։ Սա եւ նարկոտրաֆինգ է եղել, եւ երեխաների վաճառք է եղել։ Ես այսքան բաներ եմ խոսել եմ, չէ, այս բաների մասին վաղուց։ Ամեն ինչ արել է։ Այսօր մեջտեղ հանեցին վիզաների բանը։ Վաճառքը ես նույնիսկ ծիծաղում եմ։ Վիզաները այդ աննկատ, ամենաչնչին բանն է, որի մեջ կարելի է ինչ-որ մեկին մեղադրել։ Սա ինչ է։ Ուրեմն թողնենք այն մնացած բոլոր հանցագործությունը, որ նա գործել է։ Մարդկանց է սպանելու թունավորել, ինչի՞ չեք բանանում։ Այս հարցերը քննում մինչև վերջ։ Մարդասպանությունները իր կողմից պատվիրված։ Եվ հոգևորականների ու նաև տարբեր մարդկանց, պարզ։ Սարգիս Հասպանյանին թունավորեցին, խնդրեմ։ Մի շարք հոգևորականներին լեզուս հոգնեց ասելու։ Ուրեմն այս մարդը գործել է այդքան ոչիրներ, որ վաղուց ինքը պետք է պաշտոնանկ լիներ։ Եվ արդեն կալանավայրում պետք է լուրջ քննություն գնար
Եվ ինքը այդքան վաղկոտ մարդ է, ես դրան բնավորությունը գիտեմ, որ այնտեղ խոստովանություն կլներ։ Խոստովանություն կլներ ուղղակի եւ ինքը շատ բաները կպատմեր։ Արդեն, որպեսզի թեթևացնի, հա, քննիչների աշխատանքը։ Բայց չի կարող մարդ, որը մեղադրվում է եւ դա չի հետքվել։ Տեսեք, պետությունը իրեն մեղադրանք առաջադրեց, ասես դու կուսակրոնության ուխտը խախտել ես։ Մենք այսօր նաեւ հաստատում ենք, որ ինքը աղքատության ուխտն է խախտել, որը ոչ ավել, ոչ պակաս, նույնպես կարեւոր է, ինչպես կուսակրոնության ուխտը իր պարագայում կաթողիկոս դառնալու համար։ Բայց կուսակրոնության ուխտի վերաբերյալ այս մարդ արձագանքեց որևէ մի կերպ։ Ինքը բացառեց դա, ինքը ապացույցներ ներկայացրեց, շատ པարզ կարող էր ներկայացնել, դրանից հեշտ ձև բոլորի բերանպակելու դենթեի տեստը պիտի աներ, խաթուն, Գրիգորյանցի մատնանշված էր, չէ՞ որ իր դուստրը ինքն է, կոնկրետ անձը, իր անձնագիրներ հրապարակվեց, տանտեղնել գիտեն, ամեն ինչը գիտեն։ Ուրեմն եթե այդ մարդը անմեղ լիներ, ինքը մեկ վայրկյանում կբանաներ, կվերջացներ այդ խոսակցությունը, վերջ կդներ։ Բայց տեղի դա չի ունեցել, նույնիսկ խուսափում է պատասխաններից, որոնք հնչում են այդ նույն ընդդիմադիր դաշտի լրագրողներից, սադրիչ հարցեր տարբեր տալիս են իրեն։ Երաբլուրում, ինչ է անում, փախչում է, ամեն անգամ, նույն բանն ամեն անգամ անում է, ասում է օրը չի, ժամանակը չի, հետո դիմեք Մայրաթորի հապատեղեկատվական համակարգին, որտեղ ես այն սուտ խոսա, իմ փոխարեն։ Այսինքն ակնհայտ է, չէ՞ սիրելի ժողովուրդ, որ եթե նման հասարակ հարցին ամիսներ շարունակ, ուզում եմ ընդգծել, ամիսներ շարունակ պատասխան չկա, չի հնչում, ոչ մեկը, մամլո խոսնակը ինչ չի խոսում այս մասին։ Հստակ, ասի որ վեհապար հայրապետը, չէ, իրանք այդպես են անվանում։ Գարեգին երկրորդը արել է թեստ խաթունի հետ, ոչ մի բան չկա, այս փաստաթուղթը ներկայացված է։ Խնդրեմ։ Ինչի չեն արել։ Ասելիք չկա։ Հետևաբար այսքան մեղադրանքներ Տեր Սահակը ձեր խոնար տարան։ Տարիներ շարունակ ներկայացնել, ասել են մարդ սպան է նա, այո, մարդ է սպանել տվել, այսինքն պատվիրել է սպանություններ ու թունավորումները։ Եթե պատասխան ինչ չկա, որ տենց բան չկա, ապացույցներ չի կարող բերել, չէ՞ որ չի արել։ Հակառակ դրան մենք ապացույց ունենք, մենք վկա ունենք կենթանի։ Մասնավորապես ներսես arczepiskopos Պոզապալյանի բարեկամը, որը պատրաստ է գալ քննչականում ցուցմունք տալ։ Այսինքն, սիրելի ժողովուրդ, այսքան բան կա, ես չեմ խոսում, որ շատ հասարակ բան է, Էջմիածինը ներխուժում է, հակային տեսչությունը, չգիտեմ, գլխավոր դատախազությունը, քննչականը, այս բոլոր մարմիններից մարդիկ են կազմվում, կոմիսիա, ազգային անվտանգության ծառայությունը, չգիտեմ, կազմվում է մի հանձնաժողով եւ ստուգում են վերից վար ամբողջ գործունեությունը։ Դա տնտեսական բաժին կլինի, շինարարական, չգիտեմ, հաշվապահական, չգիտեմ, ֆինանսական եւ այլն, բանկային հաշիվները, ելք ու մուտքը նայեցեք, որտեղից են գնացել գումարները, ինչի համար են եկել, ոնց են ծախսվել եւ այդ բոլորը քրքրեք, բանարեք, ստուգեք։ Հաջորդը, հատուկ գործիքներ կան։ Գիտեմ, որ թանգարանում այսօր, այո, կմտնեք, կտեսնաք, կասեցի իր տեղը դրած է, բոլոր բաներն ունի, բայց օրինակի համար կաթողիկոսների զգեստներից հանել է թանկարժեք քարեր, հա, որոնք հսկայական գումարներ այսօր ունեն։ Դրա փոխարենը նա կեղծ է տեղադրել։ Եղբայր գործիքներ կան, էքսպերտիզա կա, քննություն անցկացրեք, տեսեք, ապացուցեք, որ չկան այս բաները։ Մենք նաև մատնանշել ենք դիմումների մեջ կա, ինչ է գողացել, ինչ է յուրացրել։ Ամենը կա նշված, մատնանշված։ Ուրեմն, եթե ստուգում լինի, ես ինչ եմ ուզում դրանով ասել։ Շատ հեշտ է այս բոլոր հարցերին տալ պատասխաններ։ Շատ հեշտ է։ Ուրեմն, քանի որ մեղադրվում է տվյալ անձը այս խայտառակությունների մեջ, մեղադրում ենք մենք իրեն։ Ինքը պետք է արդեն իջներ այս աթոռից, ինքը կամավոր չի իջնելու երբեք, ուրեմն պետք է պետությունը իրան իջացներ եւ պետք է տաներ կալանավայր։ Եվ կալանավայրում արդեն քննություն լիներ, որտեղ այդ քննությունը կարող է 1-2 տարի տևա։ Հասկանում եք, քննությունը 2 տարի կարող է տևա մինչեւ։ Այդքան բաներ է նա արել։ Եվ այսքանով պիտի դրա վերջացնեին այս հարցը, այսինքն այս մարդը, քանի որ հանցագործությունների մեջ մեղադրվում է եւ առաջին հերթին խախտել է, դրժել է ուխտը իր կուսակրոնության, աղքատության, չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։ Վերջ։ Ընդամենը պիտի կասեցվի իր պաշտոնավարումը եւ ուղարկվի ինքը կալանավայրում պետք է սպասի մինչեւ քննությունը ավարտվի։ Չգիտեմ, կուզեն թող տան կալանք տան, իր տան մեջ մնա, իրեն փագեն այնտեղ, դուրս չգնա ոչ միտեղ։ Կուզեն թող հոգեբուժարան տանեն, ստուգեն,
Բժշկական կոմիսիա հավաքեն, տեսնեն այդ մարդը շեղումներ ունի։ Ես դրա մասին գրել էի եւ հիմնավոր էի գրել։ Այսինքն 1000 ու մի ձև կա։ Մենք ինչին ենք սպասում, երկար բարակ, ինչին ենք մենք սպասում։ Ես կրկնում եմ, այսօր որոշեց, որ ժողովը անելու է Zoom-ով։ Ինչ եք ասելու։ Հիմա պետք է գնաք Zoom-ը անջատեք, Wi-Fi-ը անջատեք, ժողովը տեղի չունենա, ունենալու է։ Կգնա իր տունը կնստի, իր գերի տունը։ Որ ժամին, որ օրը խելքը կփչի, բոլորին կմիացնի, ասի ժողով ենք անում։ Գիշերը անկողնուց սաղին կվերկացնի, ասենք ժողով ենք անում։ Հետո, այսինքն սա բան չէ, մեծ գործ չէ, որ ասում են կասեցվել է եպիսկոպոսած ժողովը։ Այո, կասեցվել է, բայց ոչ թե կասեցվել է այնպես, ինչպես որ դա պիտի կասեցվի։ Ես չեմ ուզում որ կասեցվի, ես ուզում եմ որ տեղի ունենա, բայց օրակարգում պիտի լինի մեղադրանքը իրեն գայից այնտեղից դուրս շպրտելու։ Ինչպես որ Մասիացոտնյա թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը իր ելույթում շեշտեց։ Ես հրապարակեցի իր ելույթ ամբողջությամբ։ Ինչ ասեց այս մարդը։ Ասեց ինքը մեղադրյալ է, ինքը մեղադրյալ է։ Ինքը գործ չունի նախագահելու, գործ չունի կանչելու այս բանը, ոչ։ Այսինքն այսօր ինքը ֆիքսիա է ուզում անել։ Հիմա Ավստրիայում չստացվեց, Zoom-ով կստացվի։ Նույն գործը պիտի լինի, այդ թուղթը որ պատրաստել են արդեն այդ թղթի մեջ, արդեն ամեն ինչը գրված է։ Այսինքն ժողովի վերջավորությունը, հասկանում եք ինչ է կատարում, ինչ աֆերիստություն։ Արդեն իրանք գիտեն ժողովը ինչով պիտի վերջանա, արդյունքը գիտեն։ Այսինքն ժողովը զուտ կրում է ձևական բնույթ, եւ ես գիտեմ ինչի էր Ավստրիա գնում։ Ավստրիա գնում է մենակ մի բան, որ այնտեղից գնա դեպի Ռուսաստան։ Ինքը չէ վերադառնալու Հայաստան, երբեք։ Եթե իրեն թողեին ինքը գնար Ավստրիա, Ավստրիայից ինքը գնալու էր Ռուսաստան։ Որտեղ այդ ժողովը ինքը խոմիկը նոր չծակեց, ինքը կարող էր նաև մինչ այդ էլ այդ նույն գաղափարը ասել, որ քանի որ իր պատկերացմամբ արտակարգ իրավիճակ է, իրանք sense են մայրաթորը այդպես է ներկայացում, այսինքն այդ մարդիկ, որոնք մայրաթորի անունից են խոսում, ես ասում եմ մայրաթորը դա սրբություն է, որը նրանք վերածել են Կուկուշկայի աթոռի։ Ուրեմն նրանք, ովքեր որ այսօր այս մայրաթորը խաղալիք են սարքել, եւ այդ խաղալիքը իրանք ձեռքի մեջ են պագրիմուշկայի պես, ոնց ուզում շարժում են, ինչ ուզում ասում են, ինչ ուզում անում են եւ թաքնվում են մայրաթորի անվան տակ։ Ուրեմն այս բոլոր մարդիկ, ովքեր որ սպեկուլյացիա անելով մայրաթորի անունն են շահախում, նրանք նույն ձևի այս Zoom-ով կկազմակերպեն այս չար գործը։ Իրեն պատրվակ էր պետք եգրից դուրս գալ, որովհետև հիշում եք, սկզբից հայտարարեցին Ռումինիայում պիտի լինի եւ հետո շատ կարճ ժամանակում Ռումինիան փոխվեց բանով, Ավստրիայով։ Իր համար կարևոր չի որտեղ հայտարարվել։ Բացեի բաց չէր ուզում ասել, որ Մոսկվայում եմ անելու։ Չէ՞։ Իր համար ամենահարմարը այնտեղ գնար աներ, իհարկե։ Բայց ինքը չուզեց այդ բանը, որպեսզի խոսակցությունը անմիջապես բացվի։ Այնուամենայնիվ կրկնում եմ, Zoom-ով եթե նա արեց, մեկ արդյունքը գիտի ինքը, ինչի համար է դա անում այդ ժողովը։ Կներկայացնի, ասի նա Zoom-ով արել ենք այդ ժողովը, էսա։ Որոշումը կա։ Ես ուզում եմ քայլերը հասկանալ։ Մենք շախմատ չենք խաղում, ես չեմ հասկանում։ Պետությունը ինչու պիտի շախմատ խաղանի, ինչ որ ստահակի հետ, ինչ որ մի մարդու, որը որ ոչ մի կապ չունի այս եկեղեցու հետ։ Նա ուղակի ուզուրպատոր է։ Մարդ է, որը որ հայտնվել է այնտեղ պատահական ձևով, անօրինական ճանապարհով եւ գործել է բազմաթիվ չարագործություններ եւ ուրեմն ինչ որ որոշումներ է կայացել, բոլորը անօրինական եղանակներով են եղել այդ որոշումները, որտեղ ինքը խախտել է եկեղեցական կանոնակարգը եւ սա ապացուցված է, որ ինքը խախտել է այդ եկեղեցական կանոնակարգը։ Այստեղից է հարցը ծագում, ինչի համար այդ դեպքում այս բոլորը մենք պետք է հանդուրժենք, շարունակենք ուրեմն սпасել, իմանալով ամեն ինչ այս մարդու մասին, որ ինքը հանցագործ է եւ որ ինքը կաթողիկոս չէ։ Այս հարցն է, որը մնում է օդում կախված։ Եվ իհարկե ես երեք էլ ասեցի, այսօր էլ ուզում եմ դա կրկնել, մեծ բան է։ Երկրի վարչապետը գնում է ծուխերը, գնում է եկեղեցիները, աշխուժություն է բերում իր հանգամանքի հեղինակությամբ, այնտեղ հավաքվում են մարդիկ եւ այսպիսով սկսում է ավելի աշխուժանալ կյանքը եւ սա հետևանքը իր հետ կթողնում է բնականաբար աստիճանաբար այդ տվյալ վայրում ծառայող հոգեվորականը զգալու է դա, որ կամած ժողովուրդը պիտի սկսի հաճախել եկեղեցին։ Սա շատ լավ է, շատ պոզիտիվ բան է, շատ գնահատում ենք, շատ բարձր դա, բայց ես մի բան չեմ կարող հասկանալ, ինձ համար դա մութ է մնացել այդ հարցը, թե ինչի համար ենք մենք այդքան երկար ժամանակ հանդուրժում սրիկայի ուրեմն բանը ներկայությունը մայրաթորում։
Այդ դա չեմ կարող հասկանալ։ Եվ մի բան էլ կա։ Մարդիկ կան, որոնք ինձ գիտեք ինչ արգումենտներ են բերում, ասում են, բա կաթողիկոս չեն նա։ Եվ ես գիտեք ինչի համար ուզում եմ այստեղից հենց ընդդումս անել, որ ես եմ ճիշտ այդ հարցում։ Միքայել arczepiskopos Աճապահյանը եւ Բագրատ arczepiskopos Գալստանյանը ավելի շատ հեղինակություն ու հարգանք էին վայելում ժողովրդի մեջ, քան թե այդ սատանա տիրաբավ կտրիչ Ներսիսյանը։ Բայց քանի որ նրանք հանցագործություններ գործեցին, տարան իրենց եւ վերջ, ոչ մի բան չեղավ։ Եթե մտածում են ինչ որ բաներ պիտի իր համար մեկ անի, դա չի լինի ոչ մի բան։ Որևէ մեկին դա չի հետաքրքրելու այդ հարցը, բացարձակապես։ Ընդդիմությունը միշտ կարող է ջուր պղտորել, բայց այդ ընդդիմությունը, երբ որ կորցնի իրեն, երբ որ տեսնան, որ ինքը այլևս հասանելի չի իրենց համար եւ անպիտան է, արդեն նրանք պիտի այլ քայլեր ձեռնարկեն, որպեսզի փրկեն իրենց քաղաքական, այսպես ասած, ապագան։ Դա պիտի անեն իրենք։ Այսինքն չեն ընկնելու իր հետևից։ Իրեն չի ներելու Ռուսաստան, այո, մենք դա գիտենք, Ռուսաստանը չի ներելու։ Բայց քանի որ մենք թույլատել ենք Ռուսաստանին այլևս այդ աստիճանի ենթակա չէ Հայաստանը, այո, հասկանում եմ, որ որոշ բաներ կա եւ այլն, բայց այդ աստիճանի չէ։ Ուրեմն Ռուսաստանը չի կարող ուղղակիորեն պարտադրել եւ ասել չէ պիտի մնա։ Ժամանակին ասել էր։ Ժամանակին ես շատ լավ տեղյակ եմ այս մասին, որ խոսք էր գնացել, որ Մոսկվայից քելադրանք է եղել եւ երբ որ նոր Հայաստան նոր հայրապետ նախաձեռնության շարժումը ծախողվեց, հենց դրանից եղավ, որ Մոսկվան ասել էր, որ հանգիստ թողեք իրեն, թող շարունակի։ Բայց քանի տարի անցավ եւ գործողությունների, գործընթացների հերթականությունը։ Այսօր այլևս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խնդիր չկա։ Չկա, փաստացի չկա այս բանը հարցը։ Մեջտեղից դուրս եկավ, այսինքն այն հարցը, որը որ միշտ Ռուսաստանի էլիտան օգտագործում էր որպես կազիրնոյ քարտ, որով շանտաժ էր անում Հայաստանին։ Այլևս չկա, որովհետեւ արդեն Հայաստանը ինքն իր ճանապարհը հարթել է Դոնալդ Թրամփի միջոցով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի փաստացի հեղինակությամբ այս հարցին տվել է լուծում։ Եվ Ռուսաստանը այստեղ ոչ մի բան չունի այլևս, անելիք չունի, ասելիք չունի։ Ուրեմն ամենամեծ կախվածությունը դա էր։ Այսօր մենք տեսնում ենք առաջի ցիցերնակները, հա, երբ որ Ադրբեջանով արդեն կարող են մթերք կամ ինչ որ մի որևէ բան ապրանք հասնել Հայաստան։ Եվ դա կամաց մանավանդ հիմա ավենցի պարագայում որ գալիս է այդ տրիպի հարցը պիտի լուծվի, վերջանալու է ամբողջությամբ այդ շրջափակումը փակվելու է։ Այդ թեման էլ չկա Ռուսաստանին, որ դրանով շանտաժ անեն։ Հետևաբար իմ ասած ինչի համար է դա, որ նրանք չեն կարողանալու հիմա դա օգտագործեն, որ ասեն այդ բիձուն հանգիստ թող, բիձեն պիտի մնա։ Ոչ։ Եվ ես չեմ կարծում այդ բիձեն էլ արդեն իրենց համար արժեք չունի, քանի որ իրանից օգուտ չկա։ Իրենք տեսան, որ այս մարդը չի կարող կոնսոլիդացնել որևէ մի, այսպես գեներացնել մի գործընթաց քաղաքական, որը որ իրենց սպասված, այսպես ասած, երազած բանն է բերելու, հա։ Արդյունքը։ Դա չկա։ Հետևաբար ուրեմն սա պիտի դնենք մի կողմ։ Եվ կրկնում եմ, այս հարցը մնում է օդում կախված։ Եվ ինչի համար ենք այդքան մենք սպասում եւ իհարկե իմ մտավախությունը հենց մեկ բանի մեջ է, որ այս արանքում այնուամենայնիվ վնասվում է եկեղեցին իբրև ինստիտուտ, փչանում է։ Որտեղ բոլոր մարդկանց չես կարա համոզես, բացատրես։ Շատերը կան, որ նաեւ նույն հարցն են տալիս, հա, այդ նույն հարցը որ տալիս են ինչի է այդքան երկարում։ Եվ այդ հարցի պատասխանը ես օրինակ չունեմ, ինձ էլ են այդ հարցը տալիս անընդհատ։ Գիտեք ինչքան մեսենջերով ստանում եմ բան, արդեն չեմ կարող այսքան բանի պատասխանել եւ այլն։ Նույն հարցն է, նույն իմաստը պարունակող։ Եվ հիասթափություն է նաեւ դրանով առաջանում, ես դա կարող եմ հստակ ընդգծել։ Քանի որ մարդիկ տեսնում են, որ այն լավ խոսք է ռուսական, հա, այն ասում է ավոս պանինի տամ, էս է վիճակը։ Հիմա մի քանի խոսք ուրեմն ռուսախոս հայերի համար. я бы хотел несколько слов сказать для русскоязычных армян, которые за пределами Армении уже проживают многие годы. Многие родились и выросли или получили образование за пределами Армении. И в частности, это касается армянского происхождения, всех тех граждан России, которые живут, работают и себя чувствуют, так сказать, полноправными и полноценными гражданами Российской Федерации, которых включили вот в этот
процесс. Процесс под названием очернить власти Армении, очернить вот саму идею очищения святого Эчмиадзина от скверны. Сегодня я как раз-таки прочел, опять-таки, гнусную статейку, которую написал Мика Бадалян. Это человек без элементарного, как говорится, морального кодекса. У него нету ничего, никаких для него вот этих моральных установок, принципов нету в жизни. Он делает то, что ему заказывают. Он подлец, самый настоящий. Написал всякие гадости, отвратительные просто статейки в адрес Вартанеса, епископа Абрахамяна, который возглавляет уже историческую, да, как бы, арцахскую епархию. Ну, епархию, не имеющую своих приходов реальных, да, так как Арцаха больше нету. И с этим каждый должен смириться, и должен каждый понять, что уже эта страница, она закрыта навсегда. По крайней мере, вот в это время, пока мы с вами живем, я думаю, не только наше поколение, но если Бог даст, чтобы еще продолжалась жизнь. Хотя я в этом не уверен, потому что все знамения свидетельствуют о том, что мы живем в конце времен. Вот. Но я сейчас не хочу углубляться именно в эту тему. Я просто хочу нашим слушателям и зрителям напомнить следующее, что мы должны сейчас принять вот этот факт, принять как должное, и сконцентрироваться только на том, чтобы сделать Армению могущественной, сильной, духовной, всячески вот способствовать вот тем процессам, которые сегодня власть инициирует. И, кстати, это беспрецедентно за весь отрезок времени, вот за всю историю независимого государства. Почему я сегодня и объявляю о 4-й республике армянской? Потому что 3-я республика, она как бы похоронена уже, окончательно похоронена. Будет просто его последний как бы вот звоночек, да, который должен прозвенеть, это будет в тот день, когда Катришна Арзисян будет на помойке исторической валяться. Вот и все. И на этом закончится вот эта гнусная история. Потому что из всех, кто представлял угрозу, кто как бы является олицетворением вот всех тех недоработок или всех тех умышленных каких-то злодеяний, да, со стороны независимых властей, так называемых псевдонезависимых, на протяжении всего вот этого периода, да, они уже все ушли в буквальном смысле слова в небытие, политическое небытие, а их нету. Их хочет реанимировать, их хочет снова ввести в это политическое поле Катришна Арзисян. Вот этот мерзавец. Единственный человек, он, который пока остался, пока остается, и пока как бы сопротивляется, идет против течения. Он это продолжает делать. И Катришна Арзисян, естественно, является не только тем человеком, который обслуживает интересы России, который находится в зависимости от спецслужб, потому что большой компромат, вся его жизнь от советского периода, вот когда он только закончил духовную семинарию с грехом пополам, да, и как бы был завербован уже с этих студенческих лет в КГБ СССР и продолжил как бы свою миссию исполнять в качестве уже священнослужителя, вот. Эта связь не прервалась, она наоборот, она укрепилась благодаря его грехам, вот всем тем проступкам, которые он совершил за все эти 27 лет. Потому он у них на крючке, он очень уязвим. И им легко манипулировать, легко как бы руководить и ставить перед ним конкретные задачи. То есть человек служит не Богу. Четко нам объясняет Евангелие. Факт, что нельзя служить двум господам. Этот человек, видимо, не только не изучал и не читал Священное Писание. Вот он даже не задумывался об этом, как это будет выглядеть со стороны. То есть это невооруженным глазом видно, что он исполняет чужие, абсолютно никакого отношения не имеющие к национальным интересам, прихоти чужие. Естественно, это
сказывается не только на церкви, потому что он хочет влиять на политику, на внутриполитические процессы в Армении. Это является самой большой угрозой национальной безопасности. Когда мы говорим о том, что католическая христиан представляет угрозу национальной безопасности, это не голословное заявление, это не просто как бы какая-то гипотеза, которую мы выдвигаем, это факты его деятельности, теневой деятельности, деятельности, которая, естественно, остается в тени для многих, но для также очень многих она очевидна. То есть, кто интересуется и кто следит за всем происходящим, они все понимают, откуда ветер дует. Вот. Потому этот процесс, он направлен на то, чтобы церковь вернуть нашему народу, чтобы она вернулась в свое каноническое русло, и чтобы каждый христианин понимал, для чего он ходит в церковь, кому он молится, и что вообще происходит. А на сегодняшний день политические проповеди в стенах церкви звучат, когда священнослужители вынуждены, вместо того, чтобы говорить о Боге, о вере Христовой, они занимаются политической пропагандой. Они хвалят оппозицию, рекламируют реваншизм, рекламируют фактически все то, что олицетворяет прошлое, отвергнутое народом Армении. На сегодня, я думаю, достаточно, и хочу всех поблагодарить. Время очень позднее, пусть Господь помилует всех и спасет, ныне и присно и во веки веков. Аминь. Տերը օրհնի բոլորիդ, ցտեսություն, կհանդիպենք նորից։ Կսպասեմ ձեր լայքերին, գրառումներին։